Հա, իսկականից մի հատ հետևյալը։ Հիմա հարգելի գործընկերներ, վերջին շրջանում, վերջին տարիներին արդեն մենք շատ հաճախ ենք խոսում ժամանակների պատմական լինելու եւ մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին։ Ես ուզում եմ ասեմ, որ հիմա մեր ժամանակները պատմական են նաեւ էներգետիկայի առումով, որովհետեւ մենք սովորենք մեր ավանդույթից եւ պատմությունից, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն է նա, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Հիմա ոչ մի բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը նկատի ունեմ մեր աշխարհագրական դիրքում, տեղում բան չի փոխվել, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետեւ պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք եւ այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոտ գալիս է, իրիկունը գնում է եւ դա արևն է։ Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Ինչա սա նշանակում։ Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ որ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։ Բայց ինչա պետք սրա համար։ Սրա համար առաջին հերթին պետք է մտածողության փոփոխություն, էներգետիկ մտածողության փոփոխություն։ Ես հիշում եմ այս շենքում առնվազն 5-6 քննարկում, որտեղ մենք խոսել ենք այս թեմաների մասին եւ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ արձագանքն եղել է, որ չէ, դա չի լինի, դա հնարավոր չի, դա տեն չի, չգիտեմ, էլեկտրաէներգիան լինում այսպես, բարդ բանաձևեր, գրատախտակի վրա, A քառակուսի գումարած B քառակուսի, բաժանած այսքանի, բազմապատկած այսքանով, հավասար է 0, դրան գումարում ենք այսքան եւ այլն եւ այլն։ Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետեւ մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում։ Քաղաքական կամք ենք ցուցաբերել եւ հիմա տեսեք, մենք հիմա անընդհատ խոսվում է նրա մասին, որ տեսեք, մենք ատոմական պիտի կառուցենք, որը պիտի կառուցենք, երբ պիտի կառուցենք, ինչքան պիտի կառուցենք, որտեղ պիտի կառուցենք, բայց ես նախորդ նիստերից մեկում ասացի, որ մենք այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 2 մեծամորի ատոմակայան ենք ստեղծել։ Այսինքն 1141 մեգավատը բանի ատոմակայանի հզորությունը դրվածքային 400 մեգավատ է։ Այսինքն 450, 460, այսինքն 2 անգամ 460, այսինքն 2-ից ավել մենք ատոմակայան ենք ստեղծել, ընդ որում ես հիշում եմ մեր քննարկումներից, երբ որ մեր հարգելի էներգետիկ գործընկերները ասում են, որ կա ակտիվ եւ ռեակտիվ էլեկտրաէներգիա եւ այլն, արևայինը չգիտեմ, այն մեկն է արտադրում, առանց նրա այն մեկը չի լինի։ Վերջերս Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ես լավ նորությունով վերադարձա, որովհետև պարզվեց, որ արևային տեխնոլոգիաներով արդեն իսկ արտադրվում է եւ ակտիվ, եւ ռեակտիվ, եւ մնացած բոլոր, այսինքն բանի այն որ լնում են, չէ, հացի տեսակներ կան, ենթադրենք բան, լավաշ, մատնակաշ, չգիտեմ, ինչ բան բուխանկա, էլ ինչ տեսակներ կա, հիմա այդ բանի էլեկտրական հացի բոլոր տեսակները արևային էներգետիկան արտադրում է։ Հիմա մեզ պետք է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի մենք, երբ որ արևը եկավ, իր էներգիան վերցնենք եւ մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա եւ մեր ռազմավարությունները պետքա հենվեն սրա վրա։ Բայց ելի եմ ասում, մեր եւ ոլորտի մասնագետների եւ ընդհանրապես մեր բոլորի էներգետիկ մտածողությունը պետքա փոխվի։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, մենք Գերմանիա կատարած այցի ընթացքում այցելեցինք նաեւ մի տեխնոլոգիական քաղաք, որտեղ ամենաշատը մեզ զարմացրեց մի բան, թե ինչպես է այդ քաղաքի որոշ հատվածներում օգտագործված էլեկտրոմոբիլների օգտագործված կուտակիչներով, որոնք պիտանի չեն արդեն մեքենայի համար, որովհետև այդտեղ
իր հզորության եւ այլն հետ կապված հարցեր կա, օգտագործվում շենքերի շինությունների էներգետիկ կարիքները հոգալու համար։ Եվ մենք մտանք այդ տարածքը եւ ճիշտ ասած ապշած էինք, որ տենց շարած էին, պարոն Միրզյանը ելով կար, պարոն Պապոյաններ այնտեղ, եւ նկատի ունեմ, այստեղ էլ էներգետիկ ոլորտում մեր առաջի գործը սովորելը ոլորտի մասնագետները, ամենահարգելի մասնագետները եւ մենք բոլորս պետքա սովորենք, թե ինչ նշանակում էներգետիկա 21-րդ դարում, որովհետեւ այն էներգետիկան, ոնց որ գյուղատնտեսությունը, որը մենք գիտեինք կամ գիտենք, հաջորդ 20 տարի հետո այլևս չի լինելու, այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, այդ էներգետիկայի առնվազն 70%-ը 30-40 տարի հետո այլևս չի լինելու եւ էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է եւ հետեւաբար մենք պետքա ներգրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ եւ սա համաձայն եմ առաջին քայլն է հաջորդիվ էլի քայլեր են լինելու այստեղ արդեն մենք գոնե որ պատկերացնում ենք առնվազն 4-5 քայլ կա որոնք շուկան կարգավորելու եւ էլեկտրաէներգիայի բաշխումները ապահովելու մասին են բայց այս առաջին քայլը անում ենք եւ մենք պետքա այս ճանապարհով շարունակաբար գնանք իհարկե մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք նաեւ կանաչ ջրածնի արտադրության եւ օգտագործման շուրջ որը ուղիղ կապ ունի այս թեմայի հետ որովհետեւ կանաչ ջրածինը այն ջրածինն է որը արտադրվում է արևային էլեկտրաէներգիայից այսինքն այդ արևային էներգիան արտադրված հոսանք օգտագործում է ջրածին արտադրելու համար, որը արդեն որպես գազ օգտագործվում է արդեն գիշերային կամ այլ անհրաժեշտ ժամերին կուտակման ուրիշ կուտակման եղանակ էլ կա, երբ որ ջրային կուտակման եղանակը, երբ որ ցերեկները ջուրը մղվում է ջրամբար Գիշերը բաց է թողնվում եւ այդ հիդրոկայանները արտադրում։ Այսինքն անընդհատ նոր բաներ են գալիս, նոր տեխնոլոգիաներ են գալիս եւ մեր խնդիրը հետեւյալ եւ մանավանդ այսօր մեր հարաբերությունները այդ տեխնոլոգիաները կրող երկրների եւ կենտրոնների հետ մեզ թույլ են տալիս, որպեսզի մենք հասանելիություն ունենանք առնվազն նախնական մակարդակում եւ մենք պետք է ավելի ու ավելի շատ մեծ ուշադրություն դարձնենք։ Եվ պարոն Խուդայցյան, ես այս խնդիրը առաջադրում եմ, պարոն Մեսրոպյան։ Նաեւ գիտեք ինչ, ոչ մի անհարգալից բան չկա, երբ որ մենք ասում ենք, որ ոլորտի մեր մասնագետները պետք է վերապատրաստվեն։ Դրա վրա պետք է ռեսուրս ծախսել։ Հարգելի գործընկերներ, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ես կառավարման ակադեմիա գնում եմ դասերի եւ դա լուսաբանում եմ, որ երբ որ մենք խոսում ենք, ընդ որում ձևական չեմ գնում, պարտաճանաչ գնում եմ դասերի, նստում եմ դաս եմ անում։ Եվ դա անում եմ այդ թվում նրա համար, այլոց բացի նրանից, որ դա ինձ պետք է ուղղակի, այդ թվում նրա համար, որ ոչ մեկի համար բան չհնչի, որ ես ասում եմ, որ մենք պետք է սովորենք, որ պետք է վերապատրաստվենք, բոլորին է վերաբերվում։ Եվ դա վերաբերվում է նաև էներգետիկ ոլորտի մեր հարգելի մասնագետներին, որովհետև 70-ականների ընդհանրապես որևէ գիտելիք, որևէ բանի մասին որևէ գիտելիք, որը չի թարմանում այսօրվա ամենավերջին տվյալով, ինքը խնդրահարույց է, ինքը չի կորում ոչ միտեղ Բայց անդադ նոր շերտեր են հայտնվում այդ գիտելիքի եւ այդ բազան շատ լավ է, որ այդ գիտելիքը մենք ավելի արդյունավետ ծառայեցնենք մեր երկրի զարգացման օրակարգին։ Ու սա process-ի շատ կարևոր մասն է։ Պետք է գործակցել, համագործակցել եւ ու սա շատ ոլորտների է վերաբերում։